Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 18-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Մինչև սկսել ուղղակի կազմակերպչական մի բան ասեմ, նյութի վրա անընդհատ ասենք, երբ որ դնում եմ հայտարարությունների ձևով, դա ոնց որ պես ձեր ուշադրությունը չշեղի, ուղղակի ասեմ, որ ցանկացած նյութի նկարագրական մասում կա բոլոր տվյալները, թե հեռախոսահամար, որով կարելի է կապվել, թե արագ փոխանցման տարբերակների իմանուն ազգանունով, թե բանկային հաշիվ են հասարակական կազմակերպության, որով կազմակերպական աշխատանքները պետք է անենք, բարեկեցիկ անվտանգ Հայաստան։ Մի խոսքով այդ ամեն ինչի մասին ես պարբերաբար չեմ ասում, բայց հասկանում եք, որ ինչ-որ մի բան պետք է կարողանանք ուժի կենտրոն դառնանք, նոր նստենք սեղանի շուրջ, համախոհ մարդկանց հետ դստենք եւ քննարկենք, տեսնենք ինչ ենք անում։ Եվ եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինա YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, այն ընթացքում որ ասի, որ պատրաստվում եմ հայտ ներկայացնելու, փոխանակ ասենք մեր ծավալներն ավելի մեծանա, դիտումներն ավելի շատանան, ընդհակառակը ավելի նվազման տենդենց կա։ Նշանակում է նրանք, ովքեր դա չեն ցանկանում, ավելի ակտիվ են, քան նրանք, ովքեր ցանկանում են, պարզվեց ավելի պասիվ են։ Լավ, շատ դրա մասին չխոսեմ, շատ բաներ ունենք խոսելու, անցնենք առաջ։ Մի բան ուղղակի Հայաստանին վերաբերող ասեմ, նոր աշխարհաքաղաքական թեմաներ կան, այդ մասին կխոսենք։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցություն վերնագրով բանաձև նախագիծ սայների 105 կողմ 9 դեմ 33 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Բանաձևը ի թիվս այլնի դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Հայաստանն այս բանաձևի նախագծին կողմ քվեարկած երկրների ցանկում է։ Իհարկե ողջունելի է, որ Հայաստանը այդ բանաձևի կողմ քվեարկած երկրների ցանկում է։ Ուղղակի Հայաստանը, երբ որ այս բանաձևին կողմ քվեարկելով Ռուսաստանին համարի ագրեսոր պատկերացնում է եւ դատապարտի Ռուսաստանի ագրեսիան, որից հետո մայիսի 9-ին ինչ երեսով է գնալու Մոսկվա հաղթանակի տոնին եւ որտեղ պետք է Ռուսաստանը ֆաշիստ ու նացիստ անվանի իր եղբորը, որը այդ պատերազմի ժամանակ հաղթանակի ուսի տված կռվում էին եւ այնքան էր նրա արժանիքը այդ պատերազմի մեջ իր ամբողջ տարածքը օկուպացված, որ անգամ չլինելով միջազգային իրավունքի սուբյեկտ նրան ճանաչեցին որպես ՄԱԿ-ի անդամ, հիմնադիր անդամ, հակահիտլերյան կոալիցիայի հիմնադիր անդամ, այն դեպքում, երբ որ Ռուսաստանը ՄԱԿ-ի անդամ չի եղել է խորհրդային միությունը, բայց Ուկրաինան է եղել։ Ինչու եմ ասում, բայց դրան զուգահեռ Ուկրաինայում էլ հավաքվելու են Եվրամիության երկրների արտգործ նախարարները, այսինքն նրանք հավաքվելու են եւ Հայաստանը պատկերացնում է գտնվում է այն կողմում եւ այդ մարդկանց հետ միացել է Ռուսաստանին ասել ագրեսոր, հիմա գնում է Ռուսաստանի կողքը կանգնի, որ այնտեղ ասեն ֆաշիստ։ Իհարկե դեռ վերջնական Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ ինքը մասնակցելու է, բայց եւ անուղակի հաստատել են, որ մասնակցելու է, բայց իհարկե պետք է մասնակցի եւ այլ, այնուամենայնիվ մենք կտեսնենք դա, չեմ կարծում, որ այնպիսի մի իրադարձություններ լինի, որ դա հետ պահի Փաշինյանին, բայց դուք հասկանում եք դրա խայտառակության ամբողջ ծավալը, որը կարող է տեղի ունենալ։ Այնպես որ եթե խոսում են բալանսավորված քաղաքականության մասին, այսինքն ՄԱԿ-ում ասես օկուպանտ եւ դատապարտես, հետո գնաս միանաս նրան օկուպանտ կամ ֆաշիստ նացիստ համարես այն կողմին, որի վրա հարձակվել ես, դե դուք պատկերացեք, ստեղ սա բալանսավորված քաղաքականություն չի, սա ուղղակի բացարձակ թյուրիմացություն է։ Դրա համար հույս ունենանք, որ այն մարդը, որ այսպես քվեարկում է, գոնե իր դեմքով չի ներկայանա, մեր երկիրը խայտառակ չանի։ Հիմա տեսնենք դեպքերի զարգացումը։ Եվ մեկ էլ ես երեք որ ներկայացրեցի, որ Նիկոլ Փաշինյանի ասած աբսուրդների մասը շատ երկար չուզեցի այդ մասին խոսեմ, որը ասում էր, որ անկախության հռչակագիրը մեր պետականություն չունենալու մասին էր, դրա համար է լավ Ադրբեջանը ստիպեց կհանենք,
որովհետև շատ է ջանը ցավում Հայաստանի պետության համար, մենք ոչ մեկս չենք ցավում, ինքն է ցավում, մեկ էլ Արցախը մեր վզին գցած թոք էր, վերջապես պատերազմով Ադրբեջանը վերցրեց, մեզ այդ թոկը հանեց մեր վզից, շատ լուրջ աշխատանք կատարեց, բայց չմոռանանք, որ էլի նման կարգի բաներ կար, որ Նիկոլ Փաշինյանը համարում էր մեզ համար շատ լուրջ բեռ։ Հիշում եք, Սև լճի տարածքի հետ կապված ասում է 30% այդ լճի տարածքի համար, ինչա պետք է պատերազմ սկսենք, այ ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը։ Կամ այդ սարի ծերին ի՞նչն ենք գնալու պահենք։ Բա ընդհանրապես մեզ դա պետք է։ Այսինքն մեզ շատ մեծ օգնություն ցուցաբերեց Ադրբեջանը, որպեսի եկավ այդ սարի ծերին, այդ անտեր տեղը, այդ հողում եկավ իր զինվորը, եկավ սենց մեծ տանջանքով դիրքերը պահում է, որ հանկարծ մեր վրա ուրիշ տեղից չհարձակվեն։ Տենա սով էր ուրիշ տեղից հարձակվելու։ Այսինքն տենում եք ինչ հայրենասիրական բաներ է Ադրբեջանն անում, որը ողջունում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, կամ ասենք ջերմուկի մոտ, այդ դիրքերը ում էր պետք է ցրտին գնային մարդիկ կանգնեին։ Լավ ադրբեջանցի կան կանգնեցին, այդտեղից էլ հսկում են ջերմուկը, որ ուրիշ տեղից երևի այլ մոլորակայինները չհարձակվեն, էլի։ Դե դրա համար ոնց կարելի է շնորհակալ չլինել։ Էլ ինչ հոգսու խնդրեմ կա Հայաստանում, ոնց որ աչքից նրանք Սևանի նկատմամբ էլ հետաքրքրություն ունեն։ Կարող է դա մեզ համար խնդրեմ, որոշակի խնդիրներ կա, մերոնք չեն կարողանում լուծել։ Այս աբսուրդի մեջ ենք ապրում, ժողովուրդ ջան։ Եթե այս ամեն ինչը կարելի է արդարացնել, ուրեմն ամեն ինչ կարելի է արդարացնել, եթե պատկերացնում եք։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում։ Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին այցելել է ԱՄՆ, հանդիպել նախագահ Դոնալդ Տրամփին։ Օվալաձև աշխատասենյակում Տրամփը գովեստով է խոսել Մելոնիի մասին, նշելով, որ նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում։ Տրամփը նաև ավելացրել է, որ Մելոնին դարձել է իր ընկերը։ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Դոնալդ Տրամփը ընդունել է Հռոմ պաշտոնական այց կատարելու իր հրավերը։ Մելոնին նշել է, որ Տրամփի այցը կարող է կայանալ մոտ ապագայում եւ հնարավորություն կտա նրան հանդիպել եվրոպացի այլ ղեկավարների հետ։ Իմ նպատակն է նորից մեծ դարձնել Արևմուտքը, ասել է Իտալիայի վարչապետը։ Տրամփն ու Մելոնին վստահություն են հայտնել Եվրամիության առևտրային հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Համոզված եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ եւ ես այստեղ եմ աջակցելու այդ գործընթացին, նշել է Մելոնին բանակցություններից առաջ, ինչի են այդքան կարևորում երկար կարդում, հիմա կասեմ դա շատ կարևոր է այս հանդիպումը։ Տրամփը հայտնել է, որ առևտրային համաձայնագրերի վերաբերյալ հայտարարություն կարվի, սակայն շտապելու կարիք չի տեսնում։ Մենք խնդիր չենք ունենա Եվրոպայի կամ որևէ այլ կողմի հետ համաձայնության հասնելու հարցում, քանի որ մենք ունենք այն, ինչ բոլորն ուզում են, հավելել է ԱՄՆ նախագահը։ Իդեպ ասեմ, որ Ջորջո Մելոնին այն բացառիկ պաշտոնյաներից է, որ ունենալով նորմալ հարաբերություն Դոնալդ Տրամփի հետ, ու դա մենակ այսօր չի, որ բացահայտվում է, որ իրանք հանդիպել են, խոսել են, դա մշտապես գիտեն եւ դա լավ գիտեին նաեւ եվրոպական գործընկերները, բայց երբեք ինքը չի ցանկացել այդ մոդիկությունը օգտագործի Իտալիայի հարցերը լուծի կամ Ամերիկա-Իտալիայի հարցերը լուծի։ Այսինքն Վիկտոր Օրբան չի, էլի ինքը, որ ասենք ինքը ասեր ես Տրամփի հետ լավ եմ, Եվրոպայի դեմ խոսեմ, Եվրոպայի դեմ դուրս գամ, մեկուսացրել է Եվրոպան ինձ եւ այլ, այսինքն դուք տեսեք շատ արժանապատիվ մարդ է, էլի այս Իտալիայի վարչապետ կինը, իրոք հարգանքի արժանի, ինքը ասում է ոչ, մեր մտերմությունը ծառայացնենք այն ընդհանուր արևմուտքի գաղափարի համար։ Երևի ես այդ թեմայի վրա ուղղակի հիվանդ եմ, որ քաղաքակրթական ձեռքբերումները արևմուտքի հանկարծ չբաժանվեն մասերի։ Այո, ինչքան էլ որ մենք խոսում ենք Եվրամիության անդամակցության մասին, ես մտածել եմ, որ շատ թերի կլինի այդ ամեն ինչը, եթե դա չլինի բարձր հովանու ներքո Միացյալ Նահանգների։ Ու դրա համար չափազանց ծանր եմ տանում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ դիրքից իջնում է, արժեզրկում իր արժեքները, իր պետության ձեռքբերումները, իր պատմական ժառանգությունը, որով աշխարհին ներկայացել է, աշխարհի հսկայական թվով մարդիկ դրանով ոգևորվել են, դրանով մտածել են, որ սա է ճիշտը եւ այլ, եւ այդ ամեն ինչը ջերի երես հանել արժեզրկելը, կարծում եմ այդ ամեն ինչը կվերանային նաեւ այս հարցի հետ կապված, որ միասնական Եվրոպայի հետ հանդես գան, որը
Այլ տարբերակ ուղղակի ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մոլորակի վիճակը, գիտեք ինչ, մի բան էլ ասեմ պատկերացնեք, էլի ժողովուրդ ջան։ Շատ երկրներ կան, շատ լավ, նորմալ, բարեկեցիկ, ամեն ինչ լավ, ամեն ինչ նորմալ, բայց տեսեք մի բան թեկուզ ասեմ, իրար պատկերացնենք։ Ասենք ֆիլմեր ենք նայում, չէ՞ դա կարող է լինի ամերիկյան, լինի եվրոպական որևէ երկրի, լինի ռուսական, կապ չունի։ Այդ ամեն ինչը մեզ համար ինչ որտեղ հասկանալի է։ Այսինքն այն դրաման, այդ ամեն ինչը որ կա, ինչ արժեքներ որ մենք կուզենանք, որն է ոտնահարված, որն է քննադատվում, ընտանիքը էսպես, այս մյուսը էսպես, կոլեկտիվի հետ վերաբերմունք, հասարակության նկատմամբ վերաբերմունք, պետության, կապ չունի, նույնիսկ եթե արատավոր երևույթներն են ասում, իրանց մասին ֆիլմ հանեն Ռուսաստանի, թե եվրոպական երկրներ, թե Ամերիկայի, կամ որևէ դրականը ներկայացնեն, մեզ հասկանալի է դա։ Այսինքն մեզ համար ընդունելի է ինչ ենք խոսում։ Ես օրինակ չգիտեմ, ասենք, ինձ երբևիցե չի հետաքրքրել նայել ֆիլմ, թե Չինաստանի քաղաքացին ընտանիքում ոնց է իր երեխեքի հետ, հարազատների հետ, ծնունդները ոնց են նշում, կամ ասենք պետության հետ ոնց են հարաբերվում, կամ ասենք մեկ ուրիշի եթե 4 օրինական կին ունի, ինչպես են դերաբաժանում անում պետության ընտանիքի մեջ, ինչպես են հարաբերվում պետության հետ։ Ինձ նույնիսկ տենց սովորական հետաքրքրություն, սիրողական հետաքրքրություն ես չունեմ, որտեղ դա ինձ համար ընկալելի չի։ Այդ արժե համակարգի մեջ չենք մենք։ Այդ իսկ պատճառով խնդիրը որն է, երբ որ խոսում ենք ինչ որ բանի մասին, միայն մի մտածեք, որ ասենք, այ Ամերիկան ուժեղ է, նշանակում է կուզենանք Ամերիկան լինի։ Ուրիշն էլ կարող է ուժեղ լինի, բայց մեզ համար դա հասկանալի չլինի, մեզ համար դա կասկածելի լինի։ Շատ տեղեր դուք նայել եք, ասենք, Չինաստանից գալիս են Ռուսաստանում ապրում են, մեկ է տենում եք միանգամից չինական թաղամաս դառան։ Ինչի համար։ Հետներն ապրողները մի քիչ տենց անվստահություն են ունենում, նրանց ծանոթ չի իրանց համար, նույնիսկ այդքան շփվում են, այդքան աշխատում են, բիզնես են անում, իրանց համար դա ծանոթ չի, նրանց նիստուկացը, նրանց ապրելակերպը, կասկածամտություն կա, գուցե փոխադարձաբար կա։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք արժե համակարգից, մենք այդ արժե համակարգի կրողն ենք։ Դրա համար նույնիսկ երբ որ ասում ենք Ռուսաստան, դու ինքդ Եվրոպայի անվտանգության մաս ես, քո խիղճը մեռնի, ինչի գնացիր արևելքի ջանը, դու ինքդ Եվրոպայի մաս ես, եվրոպական մասն էր քաղաքականություն վարում ամբողջ քո արևելյան ասիական տարածքի վրա։ Ոնց դու կարողացար դուրս գաս արևմուտքի դեմ, գնաս ընկնես, հիշես քո թաթարական ծագումը։ Այսինքն այս առումով, երբ որ մենք խոսում ենք, թե լավ ինչի Ամերիկա, կարող է վաղնել Չինաստանն է ուժեղ կամ Հնդկաստանն է ուժեղ, կարող է ուժեղ լինեն, ժողովուրդ ջան, դուք հոգեբանորեն ձեզ հասկանալի է դա, ձեզ ընկալելի է դա, ձեզ համար կոմֆորտ տիրույթ է դա, այդ համակեցության կանոնները, նույնիսկ եթե արատավոր բաներ կան, նույնիսկ եթե դուք քննադատում եք, բայց ձեզ համար դա հասկանալի է, թե չէ։ Այս առումով բնական բան է, որ ցանկությունն ու հետաքրքրությունը ոչ միայն ուժեղը լինելն է, այլ այդ քաղաքակրթության արժեքների կրողներն ու պաշտպանողը լինի։ Ու դրանից եթե արևմուտքը հրաժարվում է, մեզ համար կատաստրոֆա է, որտեղ մենք ուժի կենտրոն չենք կարող լինել, համենայն դեպս տեսանելի է ապագայում։ Եվ դրա համար ուղղակի մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Իտալիայի վարչապետի այդ քայլերին, որ ինքը ուղղակի խոսում է այդ քաղաքակրթական միասնության մասին արևմուտքի եւ բացի այդ իր անձնական մտերմությունն ու ջանքերը դնում է Եվրոպայի հետ կապված իր գործընկերների հետ այդ կոնտակտները ապահովելու համար։ Հա, դրա համար ինչ էր ասել, Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին կոչել արևմուտքը կրկին հզոր դարձնել, երբ ես խոսում եմ արևմուտքի մասին, ես նկատի չունեմ միայն աշխարհագրական տարածքը, ես նկատի ունեմ քաղաքակրթություն եւ ես ուզում եմ այս քաղաքակրթությունն ավելի հզոր դարձնել, կարծում եմ, որ եթե նույնիսկ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև խնդիրներ լինեն, ժամանակն է նստել եւ միասին լուծումներ գտնել։ Իմ նպատակն է կրկին հզորացնել արևմուտքը եւ ես կարծում եմ, որ մենք միասին կարող ենք դա անել, ասել է Մելոնին Սպիտակ տանը Տրամփի հետ հանդիպման ժամանակ։ Դրան ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է մենք կարող ենք։ Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Իտալիայի վարչապետն ի վիճակի է
նպաստել Եվրամիության եւ Տրամփի միջև երկխոսությանը։ Նրան հաջողվել է բարեկամական հարաբերություններ հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմի հետ, ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Ինչքան ուզում է տարաձայնություններ լինի, անգամ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է ասում, որ Իտալիայի վարչապետը ունակ է այդ խնդիրը լուծելու եւ պատրաստական է այդ խնդիրը լուծելու։ Մինչեւ այս պահը ինչքան հայտարարություն եղել է միասնական Եվրոպայի հետ կապված, անվտանգային լինի, տնտեսական լինի, բոլոր հարցերում ինքը մասնակցել է, բայց մշտապես ասել է, պատրաստ եմ կամուրջ դառնալ Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, բայց չեմ անցնի Ամերիկայի կողմը ընդդեմ Եվրոպայի։ Այս է որ հարգանքի արժանի է եւ շատերի համար ուսուցանելի։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի համատեքստում։ Ինչպես հայտարարել է հատուկ բանագնացը, բանակցություններից հետո Ռուսաստանը կկարողանա պահպանել որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը։ Եվ Ռուսաստանը եւ Ուկրաինան հետաքրքրված են այս շրջաններով, բայց եթե դրանցից մի քանիսը հիմնականում ռուսախոսներով են բնակեցված, ապա միգուցե Ուկրաինան կարող է ավելի քիչ մտահոգված լինել դրանցով, ենթադրել է Ուիթքոֆը։ Իհարկե նորից այս մարդը չի հասկանում ինչով է ինքը զբաղված։ Լավ, խնդիրը առաջանում, ենթադրենք այնտեղ ինչ որ ռուսախոս բնակչություն կա, հետո ինչ։ Մի հայախոս բնակչությունն էլ Ամերիկայում էլ կա, Ֆրանսիայում էլ կա, ինչ է առաջարկածը։ Այսինքն որտեղ որ այդ լեզվով խոսում են այդ տարածքները տալիս եք, կա մի սկզբունք, որն է այդ սկզբունքը։ Ռուսաստանն ասում է ինչ վերցրել է մեծ ատեղից են բանակցում։ Այն մյուս կողմն էլ ասում է, հո, պետք իմ տարածքն է, այ ագրեսոր դուրս արի։ Չի կարող խաղաղություն լինի, եթե դու իմ տարածքից դուրս չես եկել, իմ միջազգայինորեն ճանաչված տարածքից, որը անգամ դու ես ճանաչել ու երաշխավորել նրա տարածքային ամբողջականությունը, որ սկզբունքից է ելնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ ասում է դե լավ, այսքանը գրավել ես, այսքանը քեզ, այսքանը Ուկրաինային, այսինքն սկզբունքդ որն է։ Սկզբունքդ կամ նա է, որ ասում ես ինչ գրավել ես քոնն է ուժի դիրքերից, որը կատաստրոֆա է ամբողջ մոլորակի համար, կամ պետք է ասես ես չեմ ճանաչում այն ինչ որ գրավել ես։ Չի կարելի տենց բանը լինի։ Այսինքն սկզբունքդ որտեղ ես դնում, երբ որ ասում ես դե լավ, մեկը եկել է, մտել է քո տուն, քո սենյակներից 3-ը վերցրել է։ Հիմա բեր այդ 3-ից մեկը տուր իրան, երկուսը հետ վերցնենք, կամ երկուսը տուր մեկը հետ վերցնենք։ Սկզբունքդ որն է, իմ սեփականության իրավունքը հարգում ես, թե չես հարգում, թե ուժի իրավունքն ես հարգում, որ ցանկացած ագրեսոր կարող է բավական է նույնիսկ մի միլիմետր զիջես, կարող է Ուկրաինան դրան համաձայն է։ Եթե Ուկրաինան համաձայն է, մենք ինչ խնդրեմ ունենք, բայց խնդիրն ուրիշ չէ, մեր խնդիրն ուրիշ է, մեր խնդիրը այդ տարածքայինը չի։ Եթե դու համաձայնվում ես, լավ, ով ինչ վերցրել է Իրանն է, մեզանից էլ են տարածք վերցրել, որը մենք չենք պատրաստում ուժով հետ վերցնենք։ Բայց այդ պարագայում, երբ որ դու դա խրախուսում ես, նոր տարածքա վերցնելու, որպեսզի այդ դիրքից բանակցի։ Մենք անմիջապես նայում ենք, ինչ սկզբունք է գործելու աշխարհի համար, որ այդ սկզբունքով մենք աշխարհի հետ հարաբերվենք, աշխարհի սեղանին դնենք, այդ հարցը քննարկենք։ Որտեղ այս հարցերում տրամաբանությունը չի աշխատում, բայց ամեն անգամ sense մի բան լնում է։ Եթե կայնում է, ասենք, նորից ասենք Դոնալդ Տրամփը մեղադրում է Ուկրաինային, որ ասում է դու փոքր ես, նա մեծ է, ոնց էս իր հետ կռվում, ցանկացած մարդ նայում է Ուկրաինային, հասկացանք փոքր է։ Այդ նույն մարդիկ նայում են նաև Ռուսաստանին, հասկանում են, որ մեծ է, բայց այդ նույն մարդիկ վերցնում են, նայում են Իրանի քարտեզը 1.650.000 քառակուսի կիլոմետր եւ վերցնում են նայում են Իսրայելի քարտեզը, որը 1947 թվականի նոյեմբերի 29-ին ընդամենը 14.1 քառակուսի կիլոմետր էր։ Մի քանի պատերազմների արդյունքում դա դառավ 22.1։ Հետո 22.1 քառակուսի կիլոմետրը կարելի է համեմատել 1.650.000 քառակուսի կիլոմետրի։ Բա ո՞նց ես կանգնում ասում Իսրայելը թող հարվածի Իրանին։ Այդ փոքր են մեծին ոնց հարվածի 90 միլիոն մարդ հանդեղ ապրում։ Համենայն դեպս գոնե 9-ից 10 անգամ շատ քան Իսրայելում։ Տարածքնել էլ չեմ ասում։ Դե սկզբունք ընտրի։ Եթե դու արդարացնում ես, որ Իսրայելը իրավունք ունի Իրանին խփի, որտեղ Իսրայելը փոքր է, Իրանը մեծ, եւ մեկ էլ ասում ես Ռուսաստանը մեծ է, ինչի է բանը
պաշտպանվում Ուկրաինան, մարդիկ ասում են կողմնորոշվի, որ կողմ եք, սկզբունքը կողմնորոշվեք, որ մենք էլ հասկանանք, մենք որ կողմի վրա ենք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Փարիզում լրագրողներին հայտնել է. Մենք պետք է շատ արագ որոշենք հիմա եւ ես խոսում եմ մի քանի օրերի մասին, թե արդյոք հակամարտության կարգավորումը հնարավոր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, թե ոչ։ Եթե այո, ապա մենք կմասնակցենք, եթե ոչ, ապա մենք այդ առաջնահերթությունների վրա կկենտրոնանանք, այլ առաջնահերթությունների վրա կենտրոնանանք, ասել է պետքարտուղարը։ Եթե երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված խաղաղության հասնելու հարցում, ապա մենք ցանկանում ենք օգնել, ընդգծել է Ռուբիոն։ Այսինքն 3 տարի Ուկրաինային օգնել ենք, ել չենք պատրաստվում օգնել, կնդստենք ուրիշ ծրագրեր կնայենք։ Բայց սա այն դեպքում, երբ որ արդեն պատրաստում ենք փաստաթուղթը ստորագրեն, հազվագյուտ մետաղների օգտակար հանածոների հետ կապված, որի դեպքում արդեն ճանաչում են նա անգամ տված փողը 100 միլիարդ, բայց պատրաստ են 500 միլիարդի հանածո վերցնել, բայց նույնիսկ այդ պարագայում նույնիսկ դժգոհում են, թե ինչի պիտի երկարացնենք այս պատերազմի օգնությունը, ավելի լավ է գնանք ուրիշ ծրագրի։ Այս ծրագիրը ձեզ եկամուտ բերող ծրագիր է, սա ծախսային ծրագիր չի։ Քաղաքական առումով շատ մեծ եկամուտ բերող է, դիվիդենդ բերող է, որ ուժի դիրքից պատժեք ագրեսորին, իսկ տնտեսական առումով էլ այդ մարդիկ 1/5 պատրաստ են վճարել։ Այսինքն այնց որ նեղանալ մի կողմ քաշվելը արդարացված չի, բայց կարևորը որ ամենայն դեպս Եվրոպայի հետ սինխրոն աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, չի ասում էլի մենք կզբաղվենք Ռուսաստանի հետ, Եվրոպան դրա հետ կապ չունի, արդեն հասկանում են որ ինչքան ուղղակի կապ ունի։ Ելիսեյան պալատում հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ամերիկյան պատվիրակության, Ուկրաինայի պատվիրակության, Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ. բոլորս հստակ միավորված ենք խաղաղության հասնելու ցանկության մեջ։ Սկսած առաջին պահից մենք աջակցել ենք նախագահ Դոնալդ Տրամփի առաջարկին, որքան հնարավոր է շուտ ավարտել ուկրաինական պատերազմը։ Սա ցույց է տալիս Եվրոպայի ուժեղ հանձնառությունն ու պատրաստակամությունը, սերտ համագործակցելու ԱՄՆ-ի հետ։ Այսօր մենք վարեցինք դրական եւ կառուցողական քննարկում, ինչպես հասնել հրադադարի եւ համապարփակ եւ կայուն խաղաղության։ Հանդիպումներից առաջ եւ հետո զրուցել եմ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համակարգված գործողությունները ապահովելու համար։ Ինչպես տեսնում եք, այդ լիդերությունը, որը որ ստանձնել է Ֆրանսիայի նախագահը, մեզ համար շատ նորմալ է, ընդունելի է, բացի այն, որ Ֆրանսիան բարեկամ պետություն է, նրա նախագահի հետ էլ կա նորմալ հարաբերություններ, ինքն էլ բավական ակտիվ հարցեր ունի, պատահական չէ, որ ընտրություններին, երբ որ ինքը կարող էր դիրքերը թուլացնել, դա շատ մտահոգիչ էր, ես այդ մասին պարբերաբար խոսել եմ, որովհետև ստորին պալատը, եթե ինքը կորցներ հնարավորությունը, նրանք էլ վարչապետ նշանակեին, ծայրահեղաչերը, կստացվեր ինչը, որ նրանք ինչ ծրագիր կբերեին նախագահան չեր անի, նախագահան ինչ կբերեր նրանք չէին անի։ Եվ մինչև 2027 թվականը ձեռները կտրած տենց կգնար Էմանուել Մակրոնը մինչև նոր ընտրություններ։ Բարեբախտաբար այնպես չի, որ իրանք ամբողջական ծավալով կարողացան ներկայացված լինել, երրորդ տեղը գրավեցին իրանք ստորին պալատում, բայց այնուամենայնիվ էլի կարողացան այնպես անել, որ իր լիազորությունները չկորցրեց նախագահը։ Իհարկե, որ շատ լուրջ մեծ սխալներ արել են, որի պատճառով ժողովուրդը գնաց տենց ընտրեց, դա էլ գիտենք, դրա մասին չի խոսքը։ Բայց ի վերջո դրանից կարող է նաև մենք դժեինք, երբ որ Մակրոնի դերը փոքրանար։ Գոնե բարեբախտաբար հիմա Ֆրիդրիխ Մերցը, որ կդառնա կանցլեր Գերմանիայի, ինքը բավական ակտիվ ձևով խաղադաշտ կմտնի ու երկրի հնարավորություններն էլ ավելի մեծական Ֆրանսիայի, եւ այդ պարագայում նաև ուղակի խնդրում են, որ Գերմանիան մտնի դաշտ եւ զինվի եւ զինի եւ օգնի, համենայն դեպս գոնե հնարավորությունները Եվրոպայի կմեծանա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփելով Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները լրագրողին հայտնել է։ Եվրամիության երկրները պետք է ներգրավեն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին, որպեսզի եվրոպական պատժամիջոցների չեղարկումը դառնա հաշտության ամփոփիչ համաձայնագրի մաս։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը Եվրամիության սահմանած պատժամիջոցներն են, մենք չենք կարող դրանք չեղարկել, ասել է Ռուբիոն։ Այսինքն նոր հասկացա, որ Եվրոպայում անգամ սառեցված գումարի ավելի մեծ մասը Եվրոպայում է։ Եվրոպայի հետ սերտ համագործակցելով կարող եք այդ խնդիրները լուծել, նաև պատժամիջոցների հարցը
միակողման է Ռուսաստանին խոստումներ տալը, տեսակ որ դա անարդյունավետ չի։ Այդ դրամայել ամերիկաներ պատժամիջոցները չանեց, որի պատճառով խայտարակ վիճակ կառաջանար, ինքը այդ պատժամիջոցները աներ, բայց դա արդյունավետ չլիներ։ Պատժամիջոցները հանում է Եվրոպան ավելի խստացնում, այդ ճանապարհով է գնում։ Այսինքն հաշտություն առանց Եվրոպայի ուղղակի իրատեսական չի, բարեբախտաբար դա հասկացան եւ բարեբախտաբար այդ ձևով իրար հետ համագործակցելով են առաջ գնում, որը բխում է թե աշխարհի շահերից, թե քաղաքակիրթ աշխարհի շահերից, թե նաեւ առաջերտին Հայաստանի շահերից, որտեղ պատկերացնում եք Հայաստանը մտածի թե որ ուժեղ է հիմա, հիմի Հայաստանի վարչապետը մտածում է լավ մի բան զիջենք Ադրբեջանին, բայց այս ռեգիոնում Ադրբեջանը ամենաթույլն է։ Դու Ադրբեջանի զիջում ես հանգած խնդրեմ չունենաս, բայց չգիտես վաղ իրավիճակը ինչ կլինի, ինչ գլուխ կբարձրացնի Իրանը, ինչ կանի Թուրքիան, ինչ կանի Ռուսաստանը։ Դու ամենաթույլին ես ժամ առաջ ամեն ինչ զիջում։ Լրագրողի հարցին ճիշտ է որ դուք հրաժարվել եք իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման իսրայելական ծրագրից։ Դոնալդ Թրամփը նշել է. Ես չէի ասի որ հրաժարվել եմ, ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ որ Իրանը հնարավորություն ունի դառնալ մեծ երկիր եւ երջանիկ ապրել առանց մահերի եւ ես կցանկանայի դա տեսնել։ Սա իմ առաջին տարբերակն է, կա երկրորդ տարբերակ կարծում եմ, որ դա շատ վատ կլիներ Իրանի համար։ Ես չեմ ուզում որևէ բան անել, որը կարող է վնասել որևէ մեկին։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը խոսել է նաև Ուկրաինայի մասին եւ ընդգծել, որ Կիևի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։ Հավատում եմ, որ ավելի ենք մոտենում Ուկրաինայում խաղաղության հասնելուն, Ռուսաստանի պատասխանը կստացվի այս շաբաթ, որից հետո որոշում կկայացնենք, ասել է Տրամփը։ Այլ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ բավական զգուշավոր է Դոնալդ Տրամփը Իրանին հարվածներ հասցնելու հարցում։ Ինչքան ուզում է ճնշում ասում է, տես խելոք բնակ խփեմ եւ այլ, այնուամենայնիվ ինքը մտածում է հետևանքները եւ ամենամեծ հետևանք դրանից սպասում է Իսրայելը։ Իսրայելի այն ողջավորությունը, որ տեսեք, Տրամփն եկել է ավելին է աջակցում Իսրայելին, քան մինչև իր այդ աջակցում էին եւ այդ ողջավորությունը գնանք Գազան դատարկենք, էս անենք, այն անենք, Իրանին խփենք, համենայն դեպս ինքը չափն անցավ, որովհետեւ այն ինչ դիրքից, որ ինքը խոսում էր արդարության դիրքից, որ ինքը անհրաժեշտ ինքնապաշտպանության իրավունք ունի, որովհետեւ ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետությունը իսկ իր հարևանները իրան չեն ճանաչում, բայց ինքը իր կողմից ճանաչել է Պաղեստին ինքնավարությունը, լա չեմ ասում Պաղեստին պետությունը, որտեղ Պաղեստին պետությունը սկի ՄԱԿ-ը չի ճանաչել։ Պետությունը ստեղծել են, բայց հետագայում Իսրայելը դարձավ ՄԱԿ-ի անդամ, իսկ պատերազմների պատճառով Պաղեստինը այդպես է չդարձավ։ Ու այնպես չի որ դա շատ արագ կլնող բան է։ Հարցը դա չի, բայց գոնե ինքնավարությունը ճանաչել է Իսրայելը, գոնե այդ ինքնավարությունը ճանաչել է ու այնքան է գոհ եղել դրանից, որի պատճառով ինքը սեկտոր Գազայի վերահսկողությունը հանձնեց Պաղեստինի ինքնավարությանը եւ նաեւ արևմտյան Երուսաղեմի հետ կապված բանը ներողություն բանի Հորդանան գետի արևմտյան ափը, այսինքն ինքը այդ ամեն ինչը անգամ պատրաստ էր Այդ աշճանի էր, որ այսինքն իրանք այդքան կարևորում է, ես խոսում եմ Օսլոյի համաձայնագրի մասին 1993 թվականի, ու չեմ մոռանանք, որ դա էր պատճառը, որ անգամ Իսրայելը դա դավաճանություն համարեցին 1995 թվականին Իցխակ Ռաբինին իրանց վարչապետին գնդակահարեցին, հենց չնայած նրան շատ դժվար էր դավաճան համարել, հետագայում եւ նրան պատվի էլ արժանացրեցին եւ նաեւ այդ հրապարակը կոչեցին իր անունով, որտեղ Իցխակ Ռաբինը նաեւ գլխավոր շտաբի պետն էր վեցօրյա պատերազմի ժամանակ 1967 թվականի եւ ամբողջ ռազմական օպերացիան ինքն էր գծել, որտեղ մի քանի օր էր որ նշանակվել էր նախարարը Մոշե Դայանը, էլի այդ իսկ պատճառով ուզում ասեմ շատ դժվար էր դա դավաճանություն համարել, բայց դուք այդ ամեն ինչի եթե արժեք եք համարում ու գոնե ինքնավարությունը դուք եք ճանաչել, լա չեմ ասում պետությունը, որ ասում եք խնդիրներ կա, եթե ոգևորված ասում եք էսա լավ է, Հորդանան գետի արևմտյան ափը Ամերիկան կճանաչի մերն է այդ տարածքները, սեկտոր Գազան էլ դա կտանք Ամերիկային, տակը ոչ մի բան չի մնա, այդ ինքնավարությունը էլ պետք է չլինի, այդ ոգևորված որ հայտարարեցիք, այլևս կորցրեցիք ձեր արդարության են խաղակարտը, որ ասեք ժողովուրդ ջան, ախր մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք, բայց 1.5 միլիոն 2 միլիոն մարդուն դատարկել ինքնապաշտպանության իրավունքից է խոսում, կամ էշներ ահաբեկիչ, բռնեք, դատեք, կռվել են, կրակել են, դուք էլ սպանեք, Համասին էլ վերացրեք, ով է դրան դեմ։
Բայց ավելին մի ասեք, որ մնաք հարվածի տակ։ Այնպես տեսնում եք, հիմա Դոնալդ Տրամփի զգուշավորությունից փաստի առաջ է կանգնում հատկապես Իսրայելը, եւ պատահական չի, որ լրագրողները դեմ են տալիս, մի հատ ասա։ Իսկ եթե ամեն օր խոսանք դրա մասին, իհարկե մեզ բացարձակ պետք չի, որ Իրանին հարված հասցվի, դա անվիճելի է, դա խոսք չկա ուղղակի, դրա վտանգները մեզ համար շատ ավելի մեծ են, քան Իրանի համար, տեսնենք դեպքերի զարգացումները, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենայնպես Դոնալդ Տրամփը դրան պատրաստ չի սպային։ Դոնալդ Տրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ պատերազմի պատասխանատվությունը չի դնում իր ուկրաինացի գործընկերոջ Վոլոդիմիր Զելենսկու վրա, սակայն կարծում է, որ վերջինս բավականաչափ չի արել պատերազմը կանխելու համար։ Իհարկե, Ռուսաստանը շատ ավելի մեծ է, ավելի հզոր ռազմական ուժ է, բայց եթե խելացի ես, պատերազմի մեջ չես ներքաշվի։ Ես Զելենսկիին չեմ մեղադրում, բայց չեմ էլ տեսնում, որ նա լավ աշխատանք կատարի։ Ես նրա երկրպագուն չեմ, փորձել է իր տեսակետը բացատրել Տրամփը։ Իհարկե, կարծում եմ, որ հազիվ թե շատ երջանկացած լինեն մարդիկ, ովքեր համարեն, որ Դոնալդ Տրամփը իր երկրպագունն է, եթե Գրենլանդիան համաձայնվի միանա Ամերիկային, կլինի իրան երկրպագուն, եթե չէ, ուրեմն լավը չեն, իրանք շատ վատն են։ Պանամայի նախագահն էլ բանի պետք չի, բայց չեմ ասում էլ Կանադան, Մեքսիկան, ընդհանրապես խայտառակություն, դա հասկանալի է։ Դա համար այդպես չի, որ եթե Դոնալդ Տրամփը շատ բարձր կարծիք է նաև հայտնում Էրդողանի մասին եւ այլ, այնպես չի, որ իր բոլոր գնահատականները տենց անվերապահ ընդունվում են, էլի։ Դրա համար Ուկրաինան պետք է իր շահերը առաջ տանի։ Հիմա մենք տեսնում ենք, թե աշխարհում ասենք այս զարգացումները, ինչ է այդ անորոշությունը, որ խայտառակությունն է, թե տնտեսության մեջ, թե աշխարհակաղակական իրավիճակում, որ ցանկացած օր էս անկայուն վիճակն է։ Ու երբ որ մենք տեսնում ենք, որ մեր երկրի հետ կապված ինչի ենք շատ անհանգիստ, որտեղ նայում ենք, որ իսկ ովքեր պետք է կողմնորոշվեն, գլուխները քարին պատին տան, որ իմանան այս բանը կատարվեց, իրանք այս քայլն անեն։ Ամենօրյա ռեժիմով մենք նայում ենք աշխարհում ինչ են քննարկում։ Ինչա աշխարհի այն ինֆորմացիաները, որը որ կա, ավելի շատ է այդ ինֆորմացիաները Հայաստան հասնում, քան Հայաստանի ինֆորմացիաները, բայց Հայաստանը ոնց որ բան չկատարվի, ժողովուրդ ջան։ Հայաստանը ոնց որ դեպքեր չզա, լրիվ ուրիշ թեմաների մեջ են։ Այն թեմաները, որոնք որ քննարկում են, այն վեճերը, ազգային ժողովի վեճերն արդեն չասեմ, ուղղակի չես հասկանում, լավ, ինչ է ձեր ուզածը, ինչ եք ուզում մեկը մեկիդ ապացուցեք, որն է ճիշտ, երկուստե սխալ եք, ժողովուրդ ջան, անիմաստ է այդ ամեն ինչը անել։ Այդ կռիվները սարքեք նրա համար, որ ազդեցության մեջ մնաք, որ հետո կարողանաք առաջիկա ընտրություններում տեսնեք ինչ եք անում։ Երկուստն էլ մերժելի ու սխալ եք, դրա մասին չի խոսքը։ Բայց այն խնդիրները, որ այդ ամեն ինչը նորից բացատրվում է, ասենք մեր իշխանության կողմից, որ այդ բանը սխալ կադրային քաղաքականություն, կադրային ռեսուրս չկա, նաև ազգային ժողովում կանգնեց Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ ասեց քաղաքասարակության հետ հանդիպման ժամանակ ասեցի, որ ցուցակ տվեք մարդկանց պաշտոնների, որ չեն տալիս, էլի մարդ չկա, Հայաստանում մարդ գոյություն չունի, այդ շատ ուրիշ հարցեր էր քննարկել, դրան այդ պահին չանդրադարձա, բայց մոռանում են մի բան, իսկ ինչի՞ց է, որ այդքան թափուր տեղ կա, ի՞նչն է պատճառը։ Նիկոլ Փաշինյանը չի կարող իմանալ ինչն է պատճառը, որ ինչի այդ թափուր տեղերի հետ կապված չեն անցկացնում մրցույթներ, կամ մրցույթ անցկացնելու դեպքում, եթե մեկը պատահական գնում է, որ մասնակցի, ասում են հաջողություն գնա, այս քո համար չի։ Այս տեղը քո համար չենք պահել, մեզ համար ենք պահել։ Առաջինը իրանց պետք է որ թափուր տեղ լինի, որովհետև կարողացել են հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանին ասեն, գիտես ինչ, 40% թափուր տեղ ունենք, խայտառակ վիճակա, ոչ մեկը չի ուզում աշխատի, բայց եթե հիմա ուզում ես գնաս բոլորին բռնել տաս, ով որ խախտում անի, ով որ կաշառք վերցնի, ով որ չարաշահում անի, դրանց էլ որ բռնում ենք, մարդիկ վախենում են, ընդհանրապես գործի չեն գալիս։ Ուզում եք այս թափուր տեղերը 40%-ը 60 դառնա, աման, պարոն վարչապետ, թողեք մի քիչ գողանան, գոնե այդ մարդիկ աշխատեն, բայց ինքը կամ չի տիրապետում, որ դիտավորյալ են ստեղծում այդ թափուր տեղերը, Հայաստանի պես աշխատող մարդիկ, աշխատասեր մարդիկ, որ գնում են ուրիշ երկր, անգամ շատ բարեկեցիկ երկրները, որ կարող են հանգիստ ապրել, 2 տեղ աշխատելով, 3 տեղ աշխատելով, միայն թե կարողանան օրվա հաց վաստակեն, մի քիչ շատ հարց լուծեն։ Այս ինչ պատահեց այս երկրում, որ այսքան թափուր տեղ կա, ոչ մեկը չի ուզում աշխատի։ Արհեստական դեֆիցիտ են ստեղծում, որով արդարացնեն, որ հերիքա հանկարծ մարդկանց բռնեք, մարդիկ վախից չեն գալի աշխատում։ Իսկ իրականում ինչ է կատարվում,
նաև ինչու չեն գալի աշխատում, դա էլ իմանանք։ Ի շատ չեմ ուզում դենց դետալների մեջ մտնեմ, բայց ընդհանրական գնահատական տամ։ Պաշտոնների նշանակում են մարդկանց եւ ասում են պետք է բերես կաշառք տաս։ Բայց իմացի բռնվես մենք տես չենք։ Նախկինների ժամանակ ոնց էր։ Գնացիր, աշխատեցիր, կարա շատ լավ կազմակերպիչ լինես, նաև ինչ որ միտեղ կաշառք էլ վերցնես, աշխարհում ոչ միտեղ էլ կաշառքը վերացած չի։ Նաև կբերես կտաս, իրանք էլ քեզ տերեն, թողեն որ դու նորմալ աշխատես։ Իսկ հիմա ինչ է եկել։ Մենք հիմա եկել ենք 90-ական թվականներին։ Մեր մոտ հիմա գործում է ռեկետը։ Ասում է դու պետք է կաշառք, դու պետք է բերես մեզ փող տաս, բայց որ բռնվես մենք տես չենք։ Բա որ բռնվես ու մենք չենք կանգնելու, ասենք պարոն վարչապետ, մենք ենք տանիք կանգնել, որ ինքը կաշառվեց։ Այդ մարդը ասում է չհասկացանք, բայց եթե դուք ինձ տես չեք, չեմ գնում մտնում հոդվածի տակ քրեական։ Ասում է եթե չմտնես, եթե դու չբերես տաս, գլխիդ կսարքենք, կբռնենք, կհանենք։ Թեժ գծերին նենց զանգեր ապահովենք, անենց բաներ սարքենք գլխիդ։ Դու ոնց կարաս աշխատես, եթե փողը չտաս։ Այսինքն մենք վերջնական արդյունքի հետ կապ չունենք։ Մենք պարզապես քեզ թույլ ենք տալի, որ դու աշխատես։ Կկարողանաս աշխատես, թե չէ, այդ ուրիշ խնդիր է։ Դրա համար կամաց սկսեցին պաշտոնների գնալ մարդիկ, ովքեր մի քիչ էլ արկածախնդիր են կամ սովամահ էին լնում։ Ասեն լավ, ոչի, գոնե կգնանք պաշտոնի մի քիչ կուշտ փորով հաց կուտենք, որ կբռնեն, բանտ կտանեն, բանտում հաց կուտենք ձրի։ Մեկը չեն կարամ տանը փող աշխատենք։ Այսինքն սա է այս վիճակը, որ այդ պրոֆեսիոնալ կադրերը շատ դեպքերում ռիսկ չեն անում գնալ, որտեղ օրը մի տեղից իմանում են, թե ինչա կատարվում, բայց այն մարդիկ, ով ստիպում են կաշառք վերցնել եւ այդ կաշառքը վերցնել, նրանք բոլորը մնում են իրենց տեղերում աշխատում են, նրանք չեն բռնվում, որովհետեւ նրանք իշխանության մարդիկ են, նրանք օգնում են իշխանությանը, տեսանք ոնց է օգնում իշխանությանը, եւ տեսեք ինչն է խնդիրը։ Երկրում ասենք գնողունակ պահանջարկ էր առաջանում Ռուսաստանից փողեր էր գալի մասնավոր տրանսֆերտներ։ Հիմա ավելի պակասել է։ Այսինքն հասարակության մեջ մի հսկայական թվով մարդիկ այդ փողերը որ ստանում էին, ներվայնացած չէին, ակտիվ լարված չէին, քաղաքական process-ների մեջ չէին։ Մի տեսակ իրանք հանգիստ իրանք օրվա հացի խնդիրը լուծում էին դրսով։ Քո համախառն ներքին արդյունքը մեծանում է դրսի փողերի հաշվին։ Քո երկրում չի արժե մեծացում կատարվում, բայց մեկը դա գալիս է մտնում է քո երկիր, այդ մարդը ծախսեց, գնողունակ պահանջարկ ձևակերպեց, սոցիալական խնդիր լուծեց, մարդիկ լավ են ապրում։ Նույն ձևի ասենք դրսից էլ արտասահմանից փողեր էին տալի, մի խումբ մարդիկ էլ ինտելեկտուալ, մի կողմ քաշված հանգիստ իրանց համար ծրագրեր էին անում, միջոցառումներ էին անում եւ այլ, առանձնապես իրանք չէին կոտորում։ Ներվայնանալու բան չունեն, իրանց բարեկեցությունն ապահովում են ամերիկյան փողերով։ Հիմա Ամերիկան այն կողմից փողը կտրեց, Ռուսաստանը այն կողմից պակասեց տրանսֆերտները, արդեն մնացին Հայաստանի հույսին, իսկ իշխանություններն ուզում են այդ փողերը հոշոտեն, նրանց ոսկորը սոված է ժողովուրդ ջան, պետք է ոսկորը հանես տեղի երկաթ դնես, եթե ոսկորը մնաց, այդ ոսկորը սոված է, նա պետք է ուտի ժողովուրդ ջան, հասկացեք դա, արդարացված է դա, ոսկորը սոված մարդուն չեն տանում դնում, եկիրը չեն դնում իրանց ձեռը, բայց հիմա տեսեք խնդիրը որն է, դժվարություններն էլ մի ուրիշ տեղ է, այնքան տեղը կձգեն, մինչև իրանց ընտանիքի անդամին դնեն, այն աշճանի, որ բարձր մակարդակով անգամ վերահսկողության կոմիտեի ղեկավարն ասի, հայարք է, բա եթե թիմակից է, թող բարեկամին նշանակեն, ինչ պրոբլեմ կա։ Հիմա դուք տեսեք, ես ձեզ բացատրեցի, դրսի փողերը պակասել է երկու կողմից, երկրի ներսում էլ չեն թողում որևէ մեկը մի աշխատանքի գնա։ Ենթադրենք մեկը պաշտոն ունի, Նիկոլ Փաշինյանի կողմնակից է։ Այդ ընտանիքը մեյա 4 անդամն էլ Նիկոլ Փաշինյանին ընտրելու են մենակ նրա համար, որ իրանց օրվա հացը ունենան։ Բայց Նիկոլ Փաշինյանը հասել է դրան, ամեն ինչ անում են ներքին օղակներով, որ տան 4 անդամն էլ աշխատեն։ 4 անդամն էլ աշխատեն։ Միևնույնն է 4 անդամն էլ աշխատեն, իրանք 4 զեն ունեն, ավել չունեն։ Ընդհակառակը շրջապատի մարդիկ ասում են 3 սոված մեռնում էին, այսօր լա տեսեք ոնց են ապրում։ Ավելի մեծ ատելություն է ստեղծվում իրանց նկատմամբ, եւ իրանք չեն կարող Նիկոլ Փաշինյանի համար ծեն բերել։ Նեղացնում են այս շրջանակը, որ մարդիկ ուղակի երկրում քաղաքականությամբ չէին զբաղվում, սովամահ չէին լնում, իշխանությունից է կախում չունեին, որտեղ մեկը Ռուսաստանից էր փող ստանում, մեկը Ամերիկայից։ Բայց երկրի ներսում էլ թույլ չեն տալի, որ որևէ մեկը այն էլ անունը ինչ են դրել, կողքից մարդ չգա մտնի մեր գաղտնիքներն իմանա։ Այդտեղ խելքը կերան Փաշինյանի, որ տեսեք
Այն մարդիկ, ովքեր աշխատում են, ներսից ինֆորմացիայի արտահոս կհալնում։ Ժողովուրդ ջան, այդ թեքյատն էլ արեցին ինչի համար, որ իրանց տան բոլոր անդամներին տեղավորեն։ Հիմա դուք վերցրեք նայեք ցուցակը, ով միտեղ պաշտոնյա, ընտանիքի բոլոր անդամները աշխատում են։ Այսինքն ինչքան այդ բոլորին տեղավորեցին, այնքան դժգոհների քանակը ավելանում է, որտեղ այս մարդիկ այդ պատկերացումով պրոֆեսիոնալ կադրերին նույնիսկ բացի այն, որ սկսել են արդեն չբռնել մարդկանց, վախենալով, որ տեղերը թափուր կմնան, պարզապես տեղերը թափուր են արհեստականորեն մենակ նրա համար, որ իրանք արդարացնեն կաշառք վերցնելը, այլապես չեն աշխատում։ Եվ Փաշինյանը, որ ասում է պետական գործի չեն գալի, աշխատավարձը ցածր է, ստիպված արդարացնում են, որ կողքից մի բան էլ վերցնի, բայց այդ մարդկանց աշխատավարձերը բարձրանում եք, որ չգողանան։ Հիմա պարզվում է այդ էլ չի հերիքում։ Այսինքն անընդհատ նեղանում է այն շրջանակը, որոնք օգտվում են այս իշխանությունից, դժգոհների քանակը մեծանում է։ Իսկ ես ուզում եմ, որ գաղափարական ձևով ըլնի ժողովրդի ընտրությունը քաղաքականացված լինեն, այո, ճիշտ ընտրություն կատարեն, ոչ թե սոցիալական բունտի տեսքով մի հատ էլ փողոցից մեկը գա դառնի իշխանության, հետո էլ մտածենք հիմա դրանից ոնց պետք է պրծնենք։ Իմ պատկերացրածը հենց դա է, որ մենք նորմալ ընտրություն կատարելու համար գիտակցական ընտրություն կատարենք, ոչ թե սոցիալական բունտը դառնա հիմնական պատճառ։ Մերժենք Սերժին, ասենք ով ուզմա ալնի, մերժենք Նիկոլին, ով ուզմա գա, ցենց երկիր կդառնանք մենք ժողովուրդ ջան։ Այս է խնդիրը, որ պարբերաբար այդ մասին խոսում ենք, ինչքան ուզմա ներվերներս հերիքի չհերիքի, շատ դեպքերում մարդիկ նույնիսկ զարմանում են, համարում են, որ երևի քարից եմ սարքած, որ այդքան իմ ներվերը դիմանում է, որ հերիք չի, իրանք չեն ուզում այդ ամեն ինչը լսեն ու իմանան, բայց ես ստիպված եմ շատ ավելի շատ լսեմ, որ գոնե դրա հետ կապված ձայվ ձեզ ներկայացնում։ Սա մեր պետությունն է, մեր երկիրն է, ումից էլ նեղանանք, ժողովուրդ ջան, պետք է փորձենք ամեն ինչ անել, որ լինի ավելի լավը։ Մի հոգի էլ վատից դառավ լավը, նշանակում է հարաբերակցությունը երկու հատով փոխվեց, որովհետև ինքը վատերի մեջ էր, հիմա լավերի մեջ է։ Այսինքն սա է ճանապարհը։ Իհարկե արագ էլ կարելի է շատ բաներ անել։ Գուցե հնարավոր է, դա էլ պետք է ռեսուրսին նայել, հնարավորության նայել, որտեղ այդ ռեսուրսները այդ երկուսի մոտ են։ Երկուսի մոտ, որ երկուսն էլ մերժելի են, թե այս իշխանությունները, թե նախկինները։ Այնպես որ հասարակության անելիքը բավական մեծ է, ժողովուրդ ջան, եւ ինչ արած։ Դժվար է, հեշտ է, համբերություն չի հերիքում, այդ է ճանապարհը, ուրիշ ճանապարհ, ինչպես տեսնում եք, 30 տարուց ավել է նորմալ ընտրություն չի արվում, որովհետև ճիշտ ձևով հարցին չենք մոտենում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։